Նոր կառավարություն է ձևավորվելու, Կիմանաք։ Այո։ Կտրուկ փոփոխություններ Կիմանաք։ Կիմանաք։ Թավսամեջի փոփոխություններ։ Հրապարակավ անընդհատ ձեզ հայտնում Մի հատ ասեք էլի ձեր վարչապետ հրում է։ Մի հատ ասեք հրեն մեզ։ Թավսամեջի փոփոխությունները կարելի է։ Բազմաթիվ ձեզ հաղորդագրություններ ենք տվել հաշվետվություններ, տնտեսական աճի ցուցանիշներ եւ այլն։ Դրա համար մի կես ժամ առնվազն ես ցուցանիշներ պետք է ասեմ։ Որ մամուլին հետ մարդիկ դեռ Եթե աճ ա լինում, ինչու են ընտրությունները կեղծում, կասեք։ Իսկ ես ձեր կարծիքի հետ համաձայն չեմ։ Ինչու մարդիկ չեն զգում իրենց կաշկի վրա փոփոխությունները կառավարության։ Որովհետեւ քրիտիկական կետի պետք է հասնի հայտաճը, որպեսզի որակական փոփոխություն լինի։ Մենք ինչ ենք անում, ձեր անկանգության վտանգ ենք սպառնում, որ այսպես են Ոչ, ուղղակի պրոցեդուրայով մենք ուրիշ տեղ պետք է գնանք։ Եվ ձեր հետ բազմաթիվ առիթներ ենք ունենում հանդիպելու։ Յուրաքանչյուր դուրս գալուց հնարավոր է այսպիսի բան անել։ 5 րոպե կտրամադրեք Այո, կտրամադրեմ։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։ Քաղաքագետները շարունակում են պնդել, որ Սերժ Սարգսյանը 2018 թվականին վարչապետ դառնալու համար լուրջ քայլեր է կատարում։ Դուք նման քայլեր այս պահին տեսնում եք նախագահ։ Ոչ։ Կադրային փոփոխություններ, ասում են դաշնակցության պատգամավորին դաշնակցության հետ կոալիցիա կազմելուն դուք դեմ եք եղել։ Ոչ։ Քննիներ ունեք ինչ-որ նախարարների հետ հակասություններ գործական Ոչ։ Կառավարությունը փոփոխություն սպասվող փոփոխությունների մասին Մոնոլոգ հա մեր մոտ լինելու։ Պարոն Կարապետյան, կառավարությունը սպասվող փոփոխությունների մասին կխոսեք։ Դա ճիշտ չի, երբ որ նման բան լինի, ես ձեզ կհայտնեմ։ Նախարարներ փոխվելու են առանցքային, պարոն վարչապետ։ Կիմանաք։ Այո։ Դուք համաձայն եք, որ ձեզ բերել էին, որ հայրապետական ահավքի ընտրությունները։ Ոչ։ Կամա, մի հրի։ Վարչապետներն նստել չավտանեմ։ Ուրա։ Այնա։ Մատաղլի։ Դու ես դիք։ Զանգիստ եղեք։ Տիկոնա։ Տղեկ, սպասեք, ձեր չավը տանեմ։ Այ, պապի։ Դու ես։ Տղեկ ջան ճամփակետա։ Այն հեսա վերջում չի լինի արդյոք։ Որովհետև սա չեք պայում։ Պարոն Կարապետյան, ոչ մի վարչապետ այսպես չի շփվում։ Գնաց։ Տեսեք, արդեն խոսում է սպորտի։ Մա ես չեմ մատաղ։ Դեք մենանք լա։ Այո։ Պարոն վարչապետ։ Ոչ մի վարչապետ Այո։ Թե շտկի ես մարդը դեք շտկի։ Ինչ են հրում լրագրողները, ինչ են խոչընդոտում Այսօրվա աշխատանքը։ միջոցառումը ուրիշ է, ոչ թե մամուլի հետ հանդիպում։ Մամուլի հետ հանդիպման բազմաթիվ այլ առիթներ կան։ Հնարավոր է յուրաքանչյուր։ Պարոն վարչապետ, դուք ասացիք, որ ասուլիս կտաք, մեկ ամիս առաջ, մինչև այսօր ասուլիսի մասին ոչ մի։ Ապր պատերազմ վետերանների հանդիպման թողեք։ Պատասխանում է հարցից։ Տվեք 5 րոպե հարցերի։ Մի հարց ես տամ, էլի, պարոն վարչապետ։ Ոչ այնքան ինչքան արժանի է։ Մի հարց ես տամ, պարոն վարչապետ։ Տվեք, բազմաթիվ հարցեր եք։ Արտակի ժողովի։ Ես ճիշտն ասած, եթե դա ճիշտ է, վատ եմ վերաբերվում։ Եթե ճիշտ չի, իրավապահ մարմինները կհայտարարեն։ Պարոն Կարապետյան, ազգային ժողովի նախագահի պաշտոնում պարոն պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը ձեզ համար ընդունելի է։ Ինչու ոչ, քննարկենք։ Պարոն Կարապետյան, ասում են այն Ռուսաստանահայ ներդրողները, որ պետք է բերեք Հայաստան, ինչ-որ խնդիրներ ունեն, հնարավոր է չկան, նման տեղեկություն եղավ։ Կասեք, ինչ փուլում է այդ գործընթացը։ Ոչ, նման խնդիրներ չկան։ Եվ ինչ փուլում է գործընթացը։ Իր աշխատանքային փուլում։ Առաջիկայի մարդուկներ եւ կտեսնենք, որ ներդրումները։ Երբ որ ներդրումները անեն, կհայտարարեն, դուք կտեսնեք։ Մոտավոր կա ժամկետ։ Իրանք ունեն։ Ասում են մայիսի վերջ մոտավոր բարձ կլինի, պարոն Կարապետյան։ Ինչը։ Հստակ թվերը, ներդրումները, կոնկրետ գործեր, եթե չեմ սխալվում, ֆինանսների նախարարներ հայտարարել։ Մայիսի վերջ ինչ հստակ թվեր բարձ կլինեն։ Որքան են ներդրումները կազմելու։ Ձեր գործընկերներում հետ որ պայմանագրեր եք կնքել եւ Յուրաքանչյուր ամիս հաշվետվությունը տրվում է։ Իրենք շատ հստակ հայտարարել են իրենց ծրագիրը։ Երբ որ հայտարարում են ծրագիրը, որ մենք ինվեստիցիա ենք անում, հաջորդ օրը ամբողջ ինվեստիցիաները լինում են,
Դուք տնտեսական լրագրողներ եք, մեկ-մեկ հարցեր եք տալի, ինչու ինվեստիցիան չեղավ 110 միլիոնը։ Մեկ ամիս ժամանակ է անցել, due diligence պետք է անեն, բիզնես ծրագիր պետք է անեն, թիմ պետք է հավաքեն։ Տնտեսական աճի ցուցանիշները բազմիցս հայտարարել ենք ձեզ։ Ինչի մենք մեր վրա չենք զգում, սառնարանում չենք զգում։ Նույնպես պատասխանել եմ, որ պետք է տնտեսական աճը հասնի մի կրիտիկական որակի, քանակի, որպեսզի դա որակական փոփոխություն տա։ Տնտեսական լրագրողները գոնե դա հասկանում են, չէ՞։ Եկեք մենք փորձենք տնտեսական լրագրողների հետ հարաբերությունները մի քիչ այլ մակարդակի բանենք։ Դուք ինձ հարցեր եք տալի, որը տնտեսության հետ շատ դեպքերում կառավարության հետ Աճը չի զգացում, ինչի է հանրապետականն անդադ հաղթում։ Եթե այդ աճը չի Դուք ընտրողներից հարցրեք։ Ախր ձեր հարցի իմաստը, հարցին պատասխան։ ընտրողը չի կեղծ։ Իսկ ով է կեղծում։ Հանրապետական։ Ինչ գիտեք։ Հենց տենց։ Ինչ գիտեք։ Դուք ինչի եք տենց վստահ, որ ձեր կարծիքը կատեգորիկ պետք է։ Ուսուցիչների ձայնագրությունները ապացույց է ձեզ համար։ Լսեք, ուսուցիչների ձայնագրությունը հետաքննվում է։ Ուսուցիչների ձայնագրությունը վերջավոր քանակության մարդկանց մասին է խոսքը գնում։ Դուք մի հատ վիճակագրությունը նայեք։ Շնորհակալություն, ձեր տոնը շնորհավոր։ Մի քիչ տոնական տրամադրություն ունեցեք։ Ես ունեմ։ Բայց ինչի՞ մեջ չի աղոթում ձեր ունեցածը, պարոն վարչապետ։ Դե քեզ է հարցրել։